Եթե դուք շատ սիրում եք քաղցր, բայց ուզում եք նիհարել, ես ձեզ մի քանի խորհուրդ տամ, ինչպես նվազեցնել քաղցրի պահանջը եւ ուտել քաղցր եւ նիհարել, որովհետեւ քաղցրից պետք չի հրաժարվել։ Ցանկացած նիհարելու process-ը, ցանկացած փոփոխությունը դա ստրես է մեզ համար։ Ու եթե այդ ստրեսի մեջ մի հատ էլ զրկենք մեր այդ հաճույքից, երբ որ մենք քաղցր ենք ուտում, ստրեսը ավելի կրկնապատկում։ Եկեք տեսնենք ինչով massամբ կարելի է փոխարինել քաղցր եւ նվազեցնել քաղցրի պահանջը։ Առաջինը, երբեք քաղցրով մի սկսեք ձեր օրը։ Եթե առաջինը ինչ որ դուք առավոտյան ուտում եք դա քաղցրը, իմացեք ամբողջ օրվա ընթացքում ձեզ ձգելու է կամ քաղցրը կամ հացը։ Դա կոչվում է ածխաջրային կախվածություն։ Եվ դրա մեջ գտնվում էի ես տարիներ շարունակ եւ հազարավոր մարդիկ, որոնք մտածում են, որ իրանք քաղցրակեր են կամ հացակեր են։ Փոխելով ձեր նախաճաշը, դուք նվազեցնում եք քաղցրի եւ հացի պահանջը։ Դա հաղթանակը։ Դա շատ հարցեր է փակում արդեն, որովհետեւ երբ որ դու օրը սկսում ես օրգանիզմը մաքրելով, տոնուսը տալով, սուրճի, քաղցրի պահանջը նվազում է, դու ուղղակի չես ուզում ուտես այդքան շատ, ինչքան առաջ։ Երկրորդը, մի արեք մեծ ինտերվալներ սնունդների արանքում եւ մի սկսեք ձեր սնունդը քաղցրից կամ հացից։ Օրինակ, եկել եք տուն, շատ սոված, կերել եք ժամը 1-ին, հիմա ժամը 8-ն է ու դուք ահա որ սոված եք ու չեք դիմանում եւ պետք է տաքանա տոլման օրինակ։ Ու սկսում եք տխվածքաբլիթը ուտել կամ միրգ ուտել կամ քաղցր ուտել եւ դա ամենամեծ խաղն է։ Իդեալական սննդի ինտերվալը 3-ից 4 չէ, 2.5-ից 3 ժամ, հավատացեք։ Եթե դուք ուզում եք նիհարել, եթե դուք ուզում եք նվազեցնել քաղցրի պահանջը, եթե ուզում եք ուտել քաղցր առանց մեղքի զգացողության, ժամանակն է միանալ մեր մարաթոնին, մեր ծրագրին, որտեղ մենք այդ ամեն ինչը կիրառում ենք, որովհետև շատ բան կարելի է իմանալ, բայց ինչ ենք մենք անում ամեն օր մեր սովորությունները, ինչպես են կամ չեն փոխվում, մենք կարող ենք ամեն ինչ իմանալ նիհարելու մասին, բայց երբեք չնիհարել։ Չեմ ուզում, որ այդպես լինի, դրա համար հրավիրում եմ ձեզ միանալ մեր ծրագրին։